Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը։ Բարև ձեզ, Տիկին Ադամյան։ Բարի օր։ Տիկին Ադամյան, մենք զրուցում ենք երևի այս ընթացքում Գյումրիում քաղաքական անդիմադիր ուժերը կգան համաձայնության, ամենայն դեպս նման տեղեկատվություն կար մինչ այն պահին, երբ մենք նստեցինք այստեղ, որ Մարտուն Գրիգորյանը ավականու իր ձայներից մի քանիսը կտա Վարդան Ղուկասյանին, երկու ձայն, հա։ Եվ Վարդան Ղուկասյանը հերթական անգամ կդառնա Գյումրիի քաղաքապետ։ Հիմա հարցս այսպես մի քիչ փիլիսոփայական երևի երանգ տամ հարցին, ինչպես ստացվեց, որ այդ մակարդակում նկատի ունեմ քաղաքապետեր, համայնքների ղեկավարներ մակարդակում, թերևս Հայաստանի նորագույն պատմության ամենաօդիոզ դեմքերից մեկը կրկին կարողացավ գրավել Հայաստանի երկրորդ քաղաքի գլխի, այսպես ասեմ, աթոռը։ Անկեղծ ասած, կարծում եմ հարցի հասցեատերը գյումրեցիներն են, որտեղ բոլոր դեպքերում իրենց ընտրության հետևանքներ։ Այնպես որ ես կարծում եմ, որ դուք ավելի շատ ուզում եք ինձ հարցնեք, ինչու Եվրադաշինքը պարտվեց, որովհետև այդ հարցը Եվրադաշինքին դեռ կհասնենք։ Հիմա դեռ ես ուզում եմ փորձում եմ ձեր վերաբերմունքը հասկանալ կամ ձեր մոտեցումները հասկանալ, թե Հայաստանում այդ ինչը վերջին 15-20 տարվա ընթացքում այնպես չգնաց, որ Վարդան Ղուկասյանը, որը այսպես ասեմ, ես պնդում չեմ անում, բայց համարվում է քրեական ենթամշակույթը կրող մարդկանց ներկայացուցիչ իշխանության մեջ, կրկին կարողացավ դառնալ արդեն հեղափոխական Հայաստանում Գյումրիի քաղաքապետ։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Կարծում եմ շատ պարզ։ Գիտեք, մենք սիրում ենք ամեն ինչին այսպես բարդ ինչ որ կաղապարներ հագցնել, փորձել քաղաքագիտական վերլուծություններ անել։ Միշտեր այստեղ շատ ավելի շատ գուցե աշխատել է պարզ հաշվարկը։ Ինչ օգուտ ես կունենամ, եթե Վարդան Ղուկասյանը վերադառնա իշխանության։ Պարզ հաշվարկը, որովհետև ոնց ուզում եք վերցրեք Գյումրիում գաղափարի ընտրություն որպես այդպեսին չի եղել։ Մարդիկ գնացել են ընտրել են իրենց մերկ կոնկրետ շահը։ Ձեռնարկություններ ունի Վարդան Ղուկասյանը։ Ոչ հայերեն բառ կա մերկանտիլ շահով, հա։ Այո, ունի ձեռնարկություններ, ունի, աշխատանք ապահովում է իրենց համար, ապահովում է, էլի կապահովի, մի քիչ էլ կշահագրգռի, կսկսեն ավելի լավ ապրել։ Իսկ ինչ պիտի լիներ, եթե ասենք իշխանության գար Լևոն Բարսեղյանը, եթե Լևոն Բարսեղյանը լիներ քաղաքապետ, չէ՞ որ կառավարման համակարգ էր փոխվելու, այնուամենայնիվ փոխվելու էին, փոփոխություններ էին լինելու, Գյումրին աստիճանաբար դառնալու էր եվրոպական մոդելի քաղաք։ Պետք էր դա գյումրեցիներին, պարզվեց պետք չէր, ակնհայտորեն պետք չէր։ Եկ այսքանի օրը ընտրություններից հետո անցած այս իրադարձություններում ես նկատել եմ, որ մարդիկ չափազանց շատ մեղադրում են գյումրեցիներին իրենց կատարած ընտրության համար։ Այո, իրենց պատասխանատվությունն է։ Այն որ Գյումրին հերթական անգամ մնաց 20-րդ դարում ու 21-րդ դար չեկավ, գյումրեցիների ընտրությունն է։ Բայց եկեք հասկանանք, իսկ որքանով են դրա մեջ գյումրեցիները մեղավոր։ Կա չէ այդ խնդիրն կա։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ այնքան գյումրեցիներն են, որքան խնդիրը ընդհանուր մթնոլորտն է։ Պարզապես մթնոլորտը։ Մարդկանց վախերը օգտագործելը, մարդկանց նյութապես շահագրգռելու, մարդկանց անընդհատ ինչ որ կաղապարների մեջ պահելու մթնոլորտը, որը մի անգամ այն սխալ է, բացարձակապես ոչ միտեղ չտանող է։ Եվ որքան էլ, ինչ ասեմ, ինչ գնահատական ուզում եք տվեք, գնահատականներից ամենակարևորը մնում է այն, որ Գյումրին Կրեմլի վկաները, կրեմլահպատակ ուժերը փորձեցին օգտագործել եւ այո, օգտագործեցին իբրև պլացդարմ։ Տեսեք, եղավ նույն փորձը Երևանում, բայց Երևանում դա չհաջողվեց, որտեղ կանխեց մեր կուսակցությունը, կանխեց հանրապետությունը։ Փորձը հաջողվեց Գյումրիում։ Ինչու հաջողվեց Գյումրիում։ Թույլողակ էր, դիմադրությունը քիչ էր, այո։ Դա կա։
Բայց Եվ Կրեմլը հիմա- հապատակ ասելով Վարդան Ղուկասյանը Կրեմլը հապատակության հետ ինչ կապ ունի, ես ուզում եմ հասկանամ, ասենք եթե օրինակ չգիտեմ, քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Վարդան գնար, Ղուկասյանը ինչի բանսադայրը միջալոց ավելի տրամաբանական կլինի։ Վարդան Ղուկասյանը ունի տերեր, միանշանակ ունի տերեր։ Վարդան Ղուկասյանը ինքը իրենով երբևէ չի եղել որևէ իշխանության օրոք։ Եկեք ընդունենք էլի։ Դեպքում եկեք կանոններով Ոչ ասենք։ վաղ անցյալն է, Ովքեր մեր են բոլորս տերերը։ շատ լավ գիտենք։ Ռոբերտ Քոչարյան։ Միանշանակ։ Ու ոչ միայն Վարդան Ղուկասյանի դեմքով Ռոբերտ Քոչարյանը այդ ընտրություններին մի քանի դեմքով էր հանդես գալիս։ Նույնը Սերժ Սարգսյանը։ Ինչու ոչ։ Այդտեղ եկան եւ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միավորվեցին։ Այն ինչ որ չէր լինում, ամբողջ հանրապետությունում անկարծ Գյումրիում ստացվեց։ Ինչու։ Որտեվ հասկացան, որ իրար դեմ պայքարելով, որի բուրն դրսևորումները թերևս դուք էլ առիթ ունեցել եք լուսաբանելու։ Մինչև հիմա շարունակվող միմյանց հասցեին մեղադրանքները, կարծես թե հետին պլան մղվեցին։ Այսինքն իջեցվել է համապետական պատվերը, իջեցվել է Գյումրին պլացդարմ դարձնելու եւ Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում անելու պատվերը, այլապես այդ քայլը չէին անի։ Այստեղ իրեք բացարձակապես կարևոր չի Վարդան Ղուկասյանն է, Մարտունիկն է, թե չգիտեմ ուրիշ ինչիկն է, կարևոր չի ով է Գյումրիի քաղաքապետը այս պայմաններում։ Այս պայմաններում պարտվեց Գյումրին ու գյումրեցին։ Բոլորս պարտվեցինք։ Պարտվեց նաև Եվրադաշինքը։ Չնայած Այո։ դուք երեք գրառում էիք արել, որ ըստ որի դուք այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում չեք համարում Եվրադաշինքի պարտությունը։ Ինչու։ Չեմ համարում։ Ինչու։ Իրեք Եվրադաշինքի պարտություն կհամարի այն պարագայում, եթե ես այնտեղ տեսնեի գաղափարի համար պայքարող ուժեր։ Այդտեղ բոլոր ուժերը պայքարում էին ոչ թե Գյումրին այսպիսին դարձնելու համար, այլ պայքարում էին շատ գեղեցիկ քաղաքապետարանի, որտեղ Մինասի որմնանկարն է, սքանչելի քաղաքապետարանում որոշակի աթոռ զբաղեցնելու համար, այդ սակրալ աթոռի համար։ Մենք երբևէ սակրալ աթոռների համար չենք պայքարել։ Մեզ համար իշխանությունը ոչ թե գերնպատակ, այլ միջոց է։ Ինչու է իրենց համար նպատակ, որտեղ իրենք ունեն բազում խնդիրներ, ինքնապահպանումից սկսած ձեր հարցազրույցի սկզբում ասած ենթամշակույթը նկատի ունենալով, այդ ինքնապահպանումից սկսած մինչև որոշակի խնդիրներ X պահին լուծելը։ Ես դրա համար էլ համարում եմ, որ Եվրադաշինքը չի պարտվել։ Եվ թե այդ ձեր նշած գրառման մեջ, թե հիմա ուզում եմ իսկապես խորին անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն գյումրեցիներին, որ գնացին ու ձայն տվեցին Եվրադաշինքին։ Հավատացեք, նրանք որակյալ փոքրամասնություն էին։ Եվ ես վստահ եմ, որ կգա պահը, որ այդ որակյալ փոքրամասնությունը կդառնա որակյալ մեծամասնություն, որտեղ Գյումրին առանձին պետություն չի։ Գյումրին Հայաստանի Հանրապետությունում է։ Իրենց հարցրեք։ Իրենց եթե հարցնենք, իրենց հայրաքաղաք են հոր ջոջել, բայց գիտեք, հայրաքաղաքը երբեք չի փորձի որբ թողնել իր զավակին։ Գյումրին այսօր գնաց այդ ճանապարհով։ Այսինքն Գնաց այսօր սուիցիդի, պարզապես սուիցիդի, քաղաքական սուիցիդի։ Ես չգիտեմ, գյումրեցիներին չեմ ուզում մեղադրել, գիտեք, նաև այն պատճառով, բայց ընտրությունը իրենցն է ու կապանցիներին մեղադրենք, բայց երևանցիներին եկեք ապավինենք թվերին։ 44% գյումրեցիների մասնակցեց, 46% չի մասնակցել։ Հանուն արդարության ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում Սովորաբար ընտրությունների համար տեղական նույնիսկ Երևանում չի եղել մասնակցություն, ես բավական բարձր ընդունում եմ դա։ մասնակցության Եվ ցուցանիշ։ այս անգամ նախորդ ընտրությունների համեմատ մասնակցությունը կրկնապատկվել էր։ Դա արդարություն չի, դա վիճակագրություն է։ Բայց եկեք նաև ֆիքսենք այնուամենայնիվ թե Երևանում, թե Գյումրիում, վստահաբար նաև տեղական ինքնակառավարման ընտրությունների, նաև համապետական ընտրությունների պարագայում կա որոշակի թվով մարդիկ, որ չեն գնում ընտրության։ Դա ում խնդիրն է, կոնկրետ այդ մարդկանց թե պետության։ Ես կարծում եմ պետության։ Դե տեսեք, օրինակ կարող ենք մենք զարգացած եվրոպական, քանի որ Եվրադաշինքի ներկայացուցիչ, եվրոպական երկրների օրինակներից բերել օրինակ։ Գերմանիայի օրինակը,
երբ Անգելա Մերկելը, եթե չեմ սխալվում, 6 անգամ ընտրվեց կանցլեր, որովհետև հաղթեց համապետական ընտրություններում, բայց Անգելա Մերկելի գլխավորած կուսակցությունը պարբերաբար պարտվում էր թիմ ընտրություններում։ Գիտեք, Անգելա Մերկելի կուսակցությունը պարբերաբար պարտվում էր թիմ ընտրություններում, ժողովրդավարության իսկական, ինչ ասեմ, չափանիշներով կոալիցիոն կառավարություն կազմելը օրինաչափ երևույթ է Եվրոպայում։ Շատ զարմանալի կլիներ, որ եթե որևէ կուսակցություն գնար 50+1-ի, ինչի ընկալումը խորապես արմատավորված է դեռ Հայաստանում, որտեղ հաղթանակ ասելով պատկերացնում են միայն 50+1, միայն միանձնյա իշխանություն, չընկալելով, որ խորհրդարանական կառավարման հանրապետության այդ մոդելը քաղաքական ուժերի համատեղ կառավարում է ենթադրում, այսինքն կոալիցիայի ձևավորում է ենթադրում։ Գիտեք, մի քիչ շուտ ենք մենք համեմատվում Եվրոպայի հետ, այն պարզ պատճառով, որ մենք դեռ չունենք կայացած կուսակցական քաղաքական Բայց համակարգ։ կներեք, ես կենտրոնական Ասիայի հետ էլ չեմ ուզում համեմատվեմ, այդ դեպքում դրա համար ես ընտրում եմ եվրոպական օրինակները։ Դուք ճիշտ եք անում, բայց այդ պարագայում մենք այնուամենայնիվ պիտի արձանագրենք, որ մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք։ Եվ համենայն դեպս, եթե համեմատվում ենք Եվրոպայի հետ, եկեք համեմատվենք նաև կենսամակարդակով։ Դե Ահա։ Ինչու է հանրապետություն կուսակցությունը շապազանց կարևորում անցած տարվա ստորագրահավաքը, համարում օրակարգ փոխող իրադարձություն պետության կյանքում եւ գերկարևոր ձեռքբերում համարում այդ օրինագիծի օրենք դառնալը, որովհետեւ մենք այդ նշաձողն ենք դրել, որովհետեւ մենք պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետության գերկարևոր խնդիրը տնտեսությունն է, կենսամակարդակն է, յուրաքանչյուր հայի լավ ապրելն է։ Հիմա տեսեք, դուք ասացիք, որ մեր մոտ ձևավորված չէ այդ կոալիցիա կազմելու մշակույթը, հա? Բայց ես հրաշալի հիշում եմ, երբ Լևոն Բարսեղյանին ձեր թեկնածուին հարցում էին, արդյոք նա կգնա որևէ կոալիցիայի մաս կազմելու, եթե բացարձակ մեծամասնություն չլինի, պատասխանը շատ կարճ էր, հավես չունեմ։ Իսկ ով ասաց, որ մեր թեկնածուն պիտի լիներ անխոտելի ու բացարձակ առանց սխալների։ Ես չեմ ասում։ Գիտեք, ընդհանրապես քաղտեխնոլոգիայի, քաղաքագիտության, չասեմ, այբուբենն են։ Ընտրություններից առաջ երբեք կոալիցիաների ոչ կազմելու հնարավորության, ոչ էլ հերկման մասին չպիտի խոսել։ Այդ թեմայով խոսում են ընտրություններից, հետո ընտրությունների արդյունքներից դատելով։ Չես կարող, եթե դու ի սկզբանե ասում ես մենք կոալիցիա չենք կազմելու այս ուժերի հետ, դու որոշակի թվով ընտրողների առաջ փակում ես քո դուռը, որ կարող է եւ քեզ մոտ գային։ Ես կարծում եմ, որ Լևոն Բարսեղյանի հայտարարությունները խիստ սիտուատիվ էին, ելնելով կոնկրետ Գյումրիում ստեղծված իրավիճակում, բայց դա քաղաքագիտությանը դեմ հայտարարություն է, հայտնի պատճառով, որ արդեն նշեցի։ Այնպես որ Լևոն Բարսեղյանը ինչ հայտարարություն է արել, չի արել, եկեք հիշենք նաև ամենասկզբից Արամ Սարգսյանի հայտարարությունը, որ ասում էր այդ կոալիցիաների մասին, հետո ենք խոսելու։ Շատ լավ։ Եվ մենք գնում ենք 50+1-ի, որտեղ որևէ ուժ, եթե 50+1-ի չի գնում, ուրեմն իզուր է մասնակցում ընտրության։ Հիմա դառնանք ձեր լրջագույն մտահոգությանը, որ դուք հայտնեցիք, դուք ասացիք, որ քաղաքական որոշակի շրջանակներ Գյումրիուց սկսում են հեղաշրջման փորձ Հայաստանում։ Այսինքն Դա իրենց հայտարարություններից է ակնհայտ դառնում, դա իմ եզրակացությունը չի ցավոք։ Այսինքն երբ ընդդիմադիրները ասում են Գյումրիից սկսում ենք Հայաստանում իշխանափոխություն, դա հեղաշրջում եք դուք որպես դիտարկում։ Դուք ինչ եք դիտարկում, ձեր գնահատականը որն է, եթե ոչ դա։ Ես գնահատականներ իմ անձնական տիրույթում կարող եմ տալ, ես դրա համար ձեզ եմ հարցնում։ Շատ լավ, եթե մարդիկ փորձել են իշխանության գալ դեռ 20-21-ի ընտրություններից, Ազգային ժողովում իրենց առաջին հայտարարությունը դա է եղել ընտրություններից հետո ծրագիրներ կայացնելիս։ Եթե փորձել են նույնը անել Երևանի ավականիում, եթե հիմա էլ նույն հայտարարություններով Գյումրիում էին ձգտում դառնալ ավականի, հասկանում եք, դա աբսուրդ է։ Տեղական ինքնակառավարման մարմնում ընտրվելը մարդիկ շփոթում են համապետական ընտրության հետ։
Դա նաև թիմերի չկայացածության վկայություն է, որովհետև ծայրից ծայր ամեն ինչ քաղաքականացնել այս երկրում, քաղաքականացնել ոչ թե ընտրությունների պահով, որոնք ինքնին քաղաքական են, այլ աշխատանքի պահով, աբսուրդ է։ Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող քաղաքական հարցեր լուծել։ Օրինակ տեխնացուներից մեկ ազատ տնտեսական գոտի էր ստեղծում, թերևս գուցե նաև ձեզ այդ մասին հարցազրույցում ազդարարել։ Եվ ո՞նց եք պատկերացնում այդ տեղական ինքնակառավարման մարմնի Գյումրին ազատ տնտեսական գոտի հայտարարել։ Ոչ միայն ազատ տնտեսական գոտի, այլև Գյումրին ազատ քաղաք, այսպես։ Ես այնքան էլ լավ չհասկացա դա ինչ էր նշանակում, բայց ենթադրում եմ, որ Գյումրին ազատվում է հարկերից, տուրքերից եւ մնացած ամեն ինչից։ Սքանչելի է։ Դե մի անգամից Գյումրին ինչ հարճակենք տիեզերքի մայրաքաղաք, անջատենք Հայաստանից էլ, աշխարհից էլ, ամեն ինչից էլ, գիտեք, այդ աբսուրդ պատկերացումներով մարդիկ գալիս են իշխանության եւ այդ աբսուրդ պատկերացումներով փորձելու են կառավարել։ Այս բանը ես իսկապես ցավակցում եմ գյումրեցիներին, ցավակցում եմ իրենց կատարած ընտրության համար։ Ցավակցում եմ, որ եւս 5 տարի, եթե չգնան արտահերթ ընտրությունների տարբեր պատճառներով, որոնք կարող են թե կառավարման ընթացքում ծագել, բյուջե հաստատել իսկ տարբեր հարցեր են ավականների առաջ ծագելու։ Եթե չգնան արտահերթ ընտրությունների 5 տարի կորցնելու են իրենց կյանքից ու իրենց քաղաքի կյանքից։ 5 տարի հետո լավագույն դեպքում առավելագույնը, որ ունենալու են, ինչպես Եդինայա Ռոսիայի Գյումրիում քարոզչություն անող падգամավորներն էին համենայն դեպս հաստատագրում, մի քանի միլիոն ռուբլու ինչ որ ներդրում է լինելու, չգիտեմ, ինչ ցուցադրական ձեռնարկության տեսքով։ Ուրիշ ոչինչ Գյումրին չի ստանալու։ Փոխարենը էլ եմ ասում Գյումրին, այն էլ բավականին սահմանամերձ Գյումրին, չնայած Հայաստանն ամբողջ սահմանամերձ երկիր է, Գյումրին դառնալու է այդ պլացդարմը։ Եվ շատ խորհրդանշական պլացդարմ։ Հիշենք 18 թիվը։ Ինչպես հեղափոխությունը Գյումրիից եկավ Երևան, այնպես էլ փորձ է արվելու հակա հեղափոխությունը։ 18 թվականին ընդերից մենակ հեղափոխություն չի որ եկել է, եթե իրականում, բայց գյումրեցիներին այդ մասին հիշեցնել երևի չարժե։ Տեսեք, դուք ասացիք, որ ընդգծված էր ռուսական հետքը Գյումրիի ընտրություններում։ Ռուսների ինչին էր պետք Գյումրին վերցնել։ Ռուսներին Գյումրին չի պետք։ Ռուսներին Հայաստանի Հանրապետությունն է պետք, եւ դա ակնհայտ է։ Ինչու միայն Գյումրին։ Ես ասում եմ Գյումրին դառնում է ցածկահարթակ, Գյումրին փորձում են դարձնել պլացդարմ։ Միանշանակ գտնում եմ, որ դա չի ստացվելու, հնարավոր չի լինելու։ Այսինքն դուք նաև դրանով եք պայմանավորում այն հակաքարոզչությունը, ընդգծված հակաքարոզչությունը, որ տարվում էր Եվրադաշինքի դեմ։ Լևոն Բարսեղյանի դեմ, այո, Եվրադաշինքի դեմ։ Որ հանկարծ ոչ մի դեպքում ինքը հավաքանիում չհայտնվի։ Այո։ Եվ իդեպ ճիշտ է նույն, ինչ ասեմ, քարոզչական տարրերով, որով սովորաբար Սալավյովի հաղորդումներն են լինում։ Նույն քարոզչական նյութերով։ Դե պարտադիր չէ այնտեղից գավաթբանը շուտ են սովորում մարդիկ ու հեշտ։ Վատ բաները մարդիկ արդեն գիտեն։ Այնպես չի որ նոր են սովորում։ Պարզապես ինձ հուշում են ում դեմ ինչ է օգտագործել։ Ամբողջ տարբերությունն դա է։ Ու կարևոր չի դա կա, թե չկա։ Կարևոր չի դա կա, թե չկա։ Դեք ընտրությունները սկսվում ու ավարտվում են։ Բայց գյումրեցիները ոչ միտեղ չեն գնալու, չէ։ Իրենք էլի իրենց քաղաքում են լինելու, ամեն օր հանդիպելու են իրար, շատ կուզեի ես քանից հետո այնուամենայնիվ հասկանալ, ոնց են իրար երեսին նայելու, իրար ինչ են ասելու։ Ես իրականում դժվարանում եմ ասել, որովհետև ես ինքս անձամբ այդտեղ եղել եմ մի քանի օր, լսել եմ տարբեր մարդկանց ու չգիտեմ դրանից հետո իրենք իրար երեսից երասած ինչպես են նայել։ Դժվար է։ Անցած լինի։ Տեսեք, Տիկին Ադամյան, մենք առիթ չենք ունեցել այդ իրադարձությունից կոնկրետ ինչի մասին, որ հիմա ձեզ հարց եմ տալու, դրանից հետո հանդիպելու եւ զրուցելու հնարավորություն չենք ունեցել։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի այն վիճելի երկու կետի շուրջ։ Ընդ որում դրանից հետո Ադրբեջանը միանգամից փոխեց պահվածքը, թվում էր թե
այ վերջ, ամեն ինչ հիմա կգնան արդեն ստորագրման, Ադրբեջանը սկսեց նորանոր պահանջներ առաջ քաշել, ավելին սկսեց համարյա ամենօրյա ռեժիմով երևի 2 օր էս ընթացքում վերջին 10 օրվա ընթացքում որ նման բան չի եղել, ապա տեղեկատվություն տարածել են առայն, որ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ, պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով էլի նույն գրաֆիկով, այ ըստ ձեզ ինչու է Ադրբեջանի պահվածքը այդպեսին, որովհետև ամենայն դեպս ռուսական կողմը օրինակ, եթե մենք ժամանակին ասում ենք, որ Ռուսաստանը ձեռնտու չի հակամարտության կասեցումը կամ դրա առավել եւս կարգավորումը, ռուսական կողմը ասում է, ես 2 ձեռքով ողջունում եմ, չեն ողջունում։ Դուք հիմա ասում եք իմանաք ինչու է Ադրբեջանը հայտարարում, որ մենք կրակում ենք իբր, թե ուզում եք իմանալ խաղաղության համաձայնագիրը ինչու չի ստորագրվում։ Ենթադրում եմ դրանք ամենափոխկապակցված բաներն են, որ ընդհանրապես կարելի է իրար փոխկապակցել։ Շատ լավ, ես վստահ եմ, որ խաղաղության համաձայնագիր ստորագրելուն Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէր եւ պատրաստ չի։ Ու դա ոչ միայն իմ գնահատականն է, դա շատ փորձագետների, շատ քաղաքավարի ու քաղաքական գործիչների գնահատականն է։ Իրականում Ադրբեջանը բացարձակապես չէր սպասում, որ Հայաստանի Հանրապետությունը այդ 2 վերջին կետերին համաձայնություն կտա եւ խաղաղության համաձայնագիր արդեն ստորագրելու փուլ կմտնի։ Դա Ադրբեջանի համար անակնկալ էր։ Փորձագետները ասում են, որ դա ծուղակ էր։ Ծուղակի մեջ են գացում։ Կարելի է գնահատել ծուղակ, որոգայթ, թակարդ, ինչ ուզում եք ասեք, բայց դա իրականում ձիով քայլ էր։ Այո, Հայաստանի Հանրապետությունը անակնկալի վերեց Ադրբեջանին, եւ ինչ էր մնում այստեղ Իլհամ Ալիևին։ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, ցանկացած ողջամիտ մարդ, եթե ապավենի տրամաբանությանը, պետք է մտածի, որ հաջորդ քայլը լինելու է ստորագրման վայրը օրը ժամ բարձելը։ Բայց Ադրբեջանը գնաց հակառակ ճանապարհով։ Եթե հիշում եք այդ հայտարարությունը, անմիջապես հաջորդեցին հայտարարություններ սահմանադրության մասին, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու եւ այլ, այսինքն իրենց նույն սովորական են արդեն մեր ականջը քերծող ու են որ անգիր են կարել իրենց պահանջների հավաքածուն անընդհատ փորձեցին իբրև նախապայմաններ անգամ համաձայնություն տալուց հետո բերել։ Դա հենց վկայում է, որ Ադրբեջանի նպատակը տարածաշրջանում խաղաղությունը չէ։ Ադրբեջանը հրաշալի գիտի, որ Հայաստանն իր վրա չի արձակվելու։ Էլ խաղաղությունը իր ինչին է պետք։ Այս պարագայում Ադրբեջանը տարածաշրջանում ագրեսոր երկիր է, ագրեսիայի ունակ, ագրեսիայի ցանկություն ունեցող, անընդհատ ագրեսիայով սպառնացող երկիր։ Բայց դա մենք գիտենք տարածաշրջանում։ Եվրադիտորդների Հայաստանի Հանրապետությունում լինելու շնորհիվ դա գիտի նաև ամբողջ Եվրոպան եւ ամբողջ աշխարհը։ Հիմա այս պարագայում ինչ է մնում Իլհամ Ալիևին։ Իլհամ Ալիևին մնում է անդադ սուտ, կեղծ տեղեկատվություն տարածել, առաջին հայերը կրակում են մեզ վրա, երկրորդ կրակել սեփական տարածքում, բայց ոչ հայերի դեմ, օդ կրակել ու ստեղծել տպավորություն, որ անդադ այնտեղ ինչ-որ հրաձգություն է, անդադ լարվածություն է, անընդհատ չգիտես ինչ է ու հանկարծ մեկ էլ տեսար հայերը նյարդերը չդիմացան, մի կրակոցով պատասխանեցին։ Ադրբեջանի ակնկալիքը դա է։ Աշխարհին ապացուցելու, որ ագրեսորը ես չեմ, ագրեսորը հայերն են։ Այս հայերը այնքան են կրակում, ես այս կրակի պայմաններում ինչպես գնամ ու ինչպես համաձայնագիր ստորագրեմ։ Պրիմիտիվ, տխմար հաշվարկ։ Բայց աշխատում է։ Գիտեք, տխմար է այն առումով, որ հեռանկար չունի, զարգացման հեռանկար չունի, որովհետև այստեղից գնում է իրենց հայտարարությունը հայերը կրակում են, եվրադիտորդները հերքում են, որն է դրա տրամաբանությունը։ Ադրբեջանը փորձում է պարզապես ժամանակ շահել, հնարավորինս ժամանակ շահել, որպեսզի կարողանա այս ընթացքում իր վրա գործադրվող ճնշումները հնարավորինս նվազեցնել, եկեք այդ հայտարարությունների դաշտ եթե մտնում ենք, տեսնենք թե համաձայնագիրը պատրաստ է ստորագրման հայտարարությանը ինչ հաջորդեց, քանի երկիր ողջունեց, գոհունակություն հայտնեց, արագացրեց համաձայնագրի ստորագրումը,
ինչ պարտադրանք կա։ Պարզ է չէ բոլորի համար, որ այդ պարտադրանքի բեռը այս պարագայում ուղղված է Ադրբեջանին, որտեղ Հայաստանը քիչ է մնում արդեն միակողմանի ստորագրի։ Եթե նման նախադեպ կա համաձայնագրերի ստորագրման պատմության մեջ։ Սևերի պայմանագիր։ Գնանք երկրորդ դեպքին այդ պարագայում։ Ադրբեջանը փորձում է իր վրա ճնշումը թույլատրել, եւ այս ընթացքում Ադրբեջանը փորձում է այնուամենայնիվ առևտուր անել։ Պարզ առևտուր անել, լավ, ես ստորագրում եմ։ Իսկ դուք ինձ ինչ եք տալիս։ Եվ առևտուրը միանշանակ Միացյալ Նահանգների հետ է, որտեղ Ռուսաստանի հետ Ադրբեջանը այլևս առևտուր անելու գրեթե ոչինչ չունի։ Ես շատ կզարմանայի, եթե ոմանց մոտ իսկապես թյուր տպավորությունը լիներ, այսքանից հետո, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, բացարձակապես հակառակը։ Որովհետև եթե տարածաշրջանում խաղաղություն է, եթե այդ խաղաղությունը ամրագրված է համաձայնագրով, առավել ևս եթե տարածաշրջանում հնարավոր է դարձել ուժերի հավասարակշռության վերականգնումը, որը իսկապես խաղաղությունը դարձնում է խաղաղություն, ինչ գործ ունի Ռուսաստանը տարածաշրջանում։ Կարճ, կոնկրետ։ Ումից է պաշտպանում։ Այդ դեպքում Միացյալ Նահանգների հետ առևտրի առարկան որն է։ Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանը շատ, այսպես ասած, հարաբերությունների լայն սպեկտրի հույս ուներ։ Հիշենք, թե ինչ հրճվանքով ընդունվեց Ադրբեջանում Դոնալդ Տրամպի ընտրությունը։ Բլինկենի այդ ատելի դեմոկրատները այսպես հեռանում են, վերջապես գալիս են սիրելի հանրապետականները եւ այլն։ Այդ չստացվեց։ Իրենց համար ատելի դեմոկրատները հեռացան, բայց պարզվեց այս հանրապետականները, որ վերադարձել են իշխանության, այդքան էլ ոնց որ սիրելի չեն։ Ու այնքան էլ հանրապետական չէ։ Առավել եւս ոնց որ թե այս 47-րդը, այն 45-րդը չի, ինչ որ ուրիշ է։ Ամենայն դեպս Ադրբեջանը առաջին հերթին փորձում է 907-ը փոկել, որպեսզի պատժամիջոցները վերանան, բայց դրան դեռ չի հասել։ Ադրբեջանը բազմակալ կոմբինացիաներ է անում Վաշինգտոն մտնելու անգամ Թել Ավիվի միջոցով, բայց ոնց որ թե տեղ չի հասնում, եւ կրակոցները շարունակվելու են իբր թե հայկական կրակոցները։ Հասկանալի է, ինքը ուշադրություն է հրավիրում։ Միանշանակ ինքը ասում է, այստեղ հարցերը չի լուծված, ես դեռ այստեղ եմ, եկեք իմ հարցերը լուծեք, եկեք ինձ ուշադրություն դարձրեք։ Վերջին հաշվով ես այստեղ Նապոլեոն Բոնապարտս նստած դուքում հետ եք հարաբերվում։ Կարճ, կոնկրետ։ Դա է Ալիևի ամբողջ քաղաքականությունը։ Դատապարտված է հաջողության։ Կարծում եմ ոչ, որովհետև բումերանգը ոնց էլ լինի։ Տարբերակ կա Տիկին Ադամյան, կամ այդ Նապոլեոն Բոնապարտին կտանեն բուժելու, կամ Վելինգտոնին կհանդիպի։ Կարծում եմ երկուսն էլ իր համար լավ տարբերակներ են։ Գիտեք, Նապոլեոն Բոնապարտի մանիայի մեջ Ալիևը այդքան էլ մեղավոր չի, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, նա իսկապես իր չափանիշներով հասել է դարակազմիկ, հասել է պատմական հաղթանակի։ Եվ հիմա նա շատ նեղված է, որ հենց փորձում է այդ Նապոլեոն Բոնապարտի գլխարկը դնել, մի կողմից Ռուսաստանն է թիկունքից խփում, որ ես չլինեի, ոչինչի չէիր հասնի։ Մյուս կողմից Թուրքիան, բայց որ ես չլինեի, դու ոչինչի չէիր հասնի։ Հիմա ինչ է մնում Իլհամ Ալիևին։ Անդադ խոսել իր հաղթանակից։ Եվ շատ կարճ Միացյալ Նահանգներ Եվրոպա ըստեյության հակամարտություն է սկսվել Թրամփյան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ հիմա Միացյալ Եվրոպայի մեջ, ընդ որում Թրամփը հաջողացրեց 4 ամսվա ընթացքում հասնել մի արդյունքի, որը պատկերացնելի չէր ամենադեպս 1945 թվականից հետո։ Եվրոպան դադարեց ընկալել Միացյալ Նահանգները որպես անվտանգության երաշխավոր եւ գործընկեր, ընդ որում, եւ գնում է արդեն սեփական անվտանգության ուժերը ստեղծելու ուղղությամբ։ Դա այդ գործընթացը կարող է ազդել Հարավային Կովկասում իրավիճակի վրա։ Գիտեք, Տրամպը դարձավ տրիգեր ամբողջ աշխարհի համար,
ու բնականաբար պիտի լիներ այդ տրիգերը նաև Եվրոպայի համար։ Եկեք ընդունենք փաստը, որ այն գործընթացները, որոնք հիմա սկսել են Եվրոպայում, բնավել Տրամփով չէին պայմանավորված։ Ամենայն դեպս իր նախագահական առաջին մանդատի ժամանակ Էմանուել Մակրոն հենց այդ Եվրոպայի բանակ ստեղծելու գաղափարը Սորբոնի ջարում դրել էր։ Այսինքն դա առաջին անգամ չէր հնչում, դա նորություն չէր։ Բայց այն ժամանակ Եվրոպան չուներ անվտանգության սպառնալիք։ Եվրոպան չուներ սպառնալիք եւ Եվրոպան ՆԱՏՕ-ն իր համար համարեց բավարար վահան։ Չկար անվտանգության խնդիր, հիմա կա։ Իրավիճակ է փոխվել։ Շատ լավ։ Եվ իրավիճակը փոխվել է այնպես, որ Եվրոպան 3 տարի Եվրոպայի կենտրոնում արյունահեղ պատերազմի վկա է։ Հիմա Եվրոպան պետք է մտածի իր պաշտպանության մասին, թե չէ։ Բնականաբար պետք է մտածի, ավելանում է Տրամփը։ Տրամփը գալիս է եւ ինչպես առաջին քարամյակում, էլի ասում է ՆԱՏՕ-ից դուրս կգամ, չգիտեմ, ձեր տոկոսադրույքները հնայի համեմատ մեծացրեք, ես ձեզ չեմ պահի, դուք պետք է ձեր անվտանգությունը պահեք եւ այլն։ Այդ համախումբն էլ շատ լավ գիտեք։ Եվրոպան արդեն վերջապես ու շատ գործնական հողի վրա հասկացավ, որ այո, իր անվտանգությունը իր խնդիրն է։ ՆԱՏՕ-ն կա, շատ լավ, թող լինի, բայց պետք է լինի ՆԱՏՕ պլյուսը։ Այս ՆԱՏՕ պլյուսը, որտեղ կարող են լինել նաև ոչ Եվրամիության անդամ երկրներ, որի տակ դրվելու են շատ լուրջ ֆինանսներ, որտեղ կատարվելու են նաև Եվրամիության օրենսդրության փոփոխություններ, որպեսզի այդ զինումը հնարավոր լինի մասնավորապես օրինակ Գերմանիայում։ Այ մենք Հայաստանի Հանրապետությունը շատ հանգիստ կարող է իր մասնակցությունը ունենալ ՆԱՏՕ պլյուսին, շատ հանգիստ։ Մենք այդ հնարավորությունը ունենք։ Մենք դրա բանակցություններին պետք է մասնակցենք եւ ապահովության այդ վահանը մենք մեզ համար տարածաշրջանում պետք է ապահովենք, որտեղ տեսեք, ես էլ եմ կրկնում, իրական խաղաղությունը տարածաշրջան չի գալու համաձայնագրով։ Համաձայնագիր կնքելը շատ կարեւոր է, գերկարևոր է։ Բայց քիչ համաձայնագրեր են եղել, որ կնքվելուց հետո չգիտես ուր են գնացել։ Եթե մենք գնում ենք ուժերի հավասարակշռության վերականգնման, մենք պետք է համագործակցենք թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե Եվրամիության հետ, եւ մեր առաջին քայլը այդ ճանապարհին պետք է լինի հապկից դուրս գալը, որովհետեւ քանի դեռ մենք հապկից դուրս չենք եկել, ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեզ հետ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրեր պարզապես չեն կարող կնքել։ Հասկացա, շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցներ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։